չի կարող կինը սայթագել, եթե տղամարդը չի հրում կնոջ։ Հասկանում ես, դրա համար ցանկացած նույնիսկ ընկած կին, ասենք բարոյապես կամ չգիտեմ ինչպես ընկած կին, փորձեք քննել եւ կտեսնեք, որ հեղինակը տղամարդն է, որովհետեւ ինչու է հեղինակ, որովհետեւ հեղինակ տղամարդը ուժեղ սեռն է։ Կինը գտնվում է տղամարդու հոգածության ներքո։ Եվ եթե տղամարդը կլինի դա հայր, կլինի ամուսին, կլինի որդի, պատշաճ հոգածություն է ցուցաբերում իր խնամքի տակ եղող կանանց նկատմամբ, լինի դա մայր, լինի դա դուստր, լինի դա կին, ուրեմն այդ կինը երբեք չի լինի։ Եթե տղամարդը պատշաճ խնամքը չի ցուցաբերում կնոջ նկատմամբ, իր խնամքին հանձնված կանանց նկատմամբ, այդտեղ կլինի կնոջ սայթակումը, այդտեղ եւ կինը անշուշտ կլինի իբրև ազատ մարդ, մեղավոր, բայց տղամարդը կլինի ավելի մեծ մեղավոր։ Այնպես որ մեր հասարակության, այո, եթե մեր հասարակության մեջ կնոջ ինչ-որ դերը կամ առաքելությունը նվազել է, դա հիմնականում տղամարդն է մեղավոր, ոչ թե կինը։ Տղամարդը պետք է բարձրացնի կնոջը, տղամարդը պետք է սովորեցնի եւ պահի կնոջը իր այդ ասպարեզի մեջ, իր առաքելության հիմնական ասպարեզի մեջ։ Եվ որովհետեւ կինը այնքան երջանիկ, այնքան ամբողջական լինի, որովհետեւ ինքը չփորձի երջանիկ լինել այլ ասպարեզներում։